Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման դեպքերը մեր երկրում շարունակում են մնալ արդիական։ Աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ Ժամի հարցախույզը պարզել է, որ սելեկտիվ աբորտը մեր հասարակությունում լայն տարածում ունի։ Սա նշանակում է, որ շատ ու շատ ընտանիքներում աղջիկ երեխաներ չեն ծնվում կարծրատիպերի պատճառով։ Եվ չնայած երևույթի իրական ծավալները դժվար է գնահատել, քանի որ դրանց զգալի մասը մնում է ստվերում իրականացվելով դեղորայքային ընդհատման մեթոդով տնային պայմաններում, այդուհանդերձ արձանագրված ցուցանիշները մտահոգիչ չեն։ Նախորդայնուշնական թվականներից սկսվեց այդ գործընթացը, գնալով խորացավ, այնպես է որ երևույթը վերացել է։ Վերջին 5-6 տարում բարելավում միանշանակ կա։ Պարզապես պետք է լավ քարոզություն տանել, որպեսզի մարդիկ հասկանան, որ երեխան կապ չունի, աղջիկ է, տղա է։ Աղջիկ երեխայի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման դեպքերը հայաստանյան պայմաններում նոր երևույթ չեն, հնարավոր պատճառներն էլ բազմաթիվ են։ Տղա երեխան տոհմը շարունակողն է, տղան ծնողների ապագա կերտողն է, մոտեցումներն են ծնողների համար տնտեսապես ապահոված լինելու, խնամք եւ աջակցություն ստանալու հիմնական գրավականը։ Գյուղական բնակավայրերում օրինակ աղջիկ երեխան դիտարկվում է որպես խնամող, իսկ տղան ապագա աշխատուժ, հայրենիքի պաշտպան։ Հայ մարդու բարդությունները անթիվ անհամար են նաև պայմանավորված իր ունեցած կենցաղով եւ պատմական իրադարձություններով։ Մենք հատկապես տղա երեխաների հանդեպ շեշտվածություն ունենք, որովհետեւ այդ նույն տղա երեխաներն էլ կես դարը մեկ շատ մեծ քանակով կորցնում ենք։ 2024-ին օրինակ Հայաստանում ծնված 33648 երեխայից 17614-ը տղա է եղել, 16034-ը աղջիկ։ Որպես կանոն սեռերի համամասնությունը համարվում է բնական, երբ 100 աղջկան բաժին է ընկնում 104-ից 106 տղա։ Մեր երկրում դեռ 2000-ականներից է նկատվել այդ շեղումը, թե արհեստական ընդհատումների քանի տոկոսն է սեռով պայմանավորված, վիճակագրություն չունենք, բայց մի բան հստակ է։ Սեռի նկատմամբ խտրական վերաբերմունքով հատկապես մարզերն են աչքի ընկնում, մասնավորապես Գեղարքունիքի մարզը։ Գեղարքունիքի մարզը այդ առումով չեմպիոնն է եղել, կարող եմ ասել, որ սաղային է եղել 13-14 այդ թվականներին 100 աղջկան մինչև 141 տղա։ Ամենաբարձր վիճակը եղել է Գեղարքունիքի մարզում, եթե դիտարկենք Սյունիք, Վայոց ձոր, Լոռի, այնտեղ չտնած մի քիչ բնակչությունը ավելի կոնսերվատիվ է։ Միևնույն ժամանակ մարդիկ բավականաչափ տեղեկացված չեն սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հետևանքների մասին, թե կնոջ առողջության եւ բարեկեցության, թե երկրի ժողովրդագրական եւ սոցիալ-հոգեբանական վիճակի տեսանկյունից։ Շատ մեծ խնդիրների հիմք է դառնում։ Եթե չկա բժշկական ցուցում, եթե չկա առողջական խնդիր, բոլոր դեպքերում է հղիության ընդհատումը ընտանիքի համար վնաս առաջին հերթին հղիությունը կրող կնոջ համար։ Հետևանքները անկանխատեսելի են, օրը դեպրեսիայից մինչև ինքնամեղադրանքի տարբեր աստիճաններ կարող է ձևավորել եւ արմատավորել։ Մասնագետների խոսքով, թեև տարբեր տարիներին վիճակագրությունը փաստել է իրավիճակի որոշակի բարելավումներ, բայց այդ կարճատև միտումը չի վերածվել կայուն արդյունքի։ Ուստի ճիշտ ժամանակն է եւս մեկ անգամ վերարժևորելու ընտանիքի իրական ու օրինակելի մոդելը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։